Հետևորդներ ջան, բարի լույս ձեզ, եկեք որ սկսենք այսպիսի գեղեցիկ ու նրբերանգ ծաղիկներով, տեսեք ինչքան սիրուն է, չէ, մի հատ իրա առեջը նայենք, նոր բացվող կոկոնը, ասենք որ հիասքանչ է. Եկեղեցու զանգերն է, լսում եք։ Արի ջան, փարթեք շատ տեր ջան։ Խաղաղություն դուր ամենուրեք, իմ հոգում եմ սրտում, ամեն օր։ Սա իմ ծաղկի մյուս երանգն է, բայց ես մեկա դեղինն եմ սիրում, սիրելի հետևորդներ։ Սա էլ ես մյուսն է, խնդրեմ, սրանցից ես երկուսն է մնացել, մնացածը արդեն, լսում եք զանգերը, փակվել են, այս իրիկունը լվացել եմ, թող դեռ չորանա, գնանք այս մի սիրուն ծաղիկներիս մոտ, երեք իրիկունը պեսով կաղնելու գնացի, անձրև էր, մի հատ նայենք զանգակիս, ջրել ա ուզում, պիտի ջրեմ պարտադիր, բայց ուզում եմ, որ Ալեքսը ջրածլնի, ստեղ բիգունյան ա բացվել, տեսեք ինչքան մեծ ու խոշոր ա, սա ունի մի թերթանի, ունի 1000 թերթիկ, սա 1000 թերթիկովն ա, ոնց հասկացա, ստեղ էլի կոկոններ էլ կա, կողքի հետ հենա, ու էլ չունենք, թուփը տեսեք ինչքան հարթամա, ստեղ սա ա բացվել, բայց որ ճիշտն ասեմ, ուզում եմ այս զանգակի սիրունությունը ստեղ չթողեմ, այլև տեղափոխեմ, այսա տեղափոխեմ ու միանամ ձեզ, համել ջրենք, երեխեքի ավտոներն ա հանած, դրած, եկեք, իրա այս ավելորդ դերևները ոգեմ, չորացած, սիրունացնեմ, պուպուշացնեմ, ու տեղափոխեմ մի ընձևի տեղ, որտեղ որ ինձ համ ավելի դուր կգա, համ էլ կուրախացնի, այս էց, հիմա տեղափոխեմ, այսքան հավաքեցի, սիրելի հետևորդներ ջան, տեղափոխեցի, երկու ծաղիկ հանեցի տարա, որ ավելի սիրուն տեղ մեզ ուրախացնեն, սա թող սենց մնա առայժմ, այս բիգունյայից էլ եմ ուզում կտրոններ կտրած իկնեմ, նորից դրած, ստե նկատեցի, որ էլիոնի կոկոն հենա, կծաղկի, հետո արդեն կհասկանամ ինչ եմ անում, որովհետև իրանք քնելու հատկություն ունեն։ Այս էլ նույն զանգակն է, ինչքան պայքարում եմ, որ ինքը սենց ծառի նման աճի, չէ, միակողմանի աճում, չեմ հասկանում ինչի նախնդիրը, սա ոնց որ էլի աճում է, բայց որ թե շատ ա դանդաղ աճում, հնչի չեմ հասկանում, երևի սրան էլ տանեմ, ինձ թվում է,
տանեմ մի քիչ արևա այնտեղ։ Այսքան օր լսել եմ, որ եղանակը շատ սենց արևոտ չի լինելու, տեսեք ինչ մռայլ, մի տեսակ ճնշող ամպեր են, բայց թե դե մի էտ է եղանակը, ինչ կարանք, ինչ անենք։ Այս երկու ծաղիկս ստեղ բերեցի, ասեք, որ սենց ավելի սիրուն է ու ավելի լավ, սա էլ երևակայի տեղ կտնեմ, բայց եթե արև դուրս կա, ստեղ այս ծաղիկները կխաշվեն, դրա համար ես մի քանի օր ստեղ կմնան, հետո կտեղափոխեմ, այս մյուսն էլ բերեցի ստեղ, այս արանքի տրուբեքը, խողովակները, կարծես թե ծածկվեց, այդ սիլվաջանական ջտկան չի, այ են կողքի պուջուրներ Սիլվայի համար եմ աճեցնելու, ես դեռ դուրը չեմ բացել, վերևից իջել եմ մետք է, մի րոպե, պորտմանս ուզ մնաց, ինչ եմ պորտմանս հետս տեստ են տանում, դեղերս մեջինա, այ, էլի քանի օրա, գլխացավ, ճնշում, մի խոսքով, սենց բաներ, տոթա, տանը, բաց լուսամուտ չկա, մի հատ դուր լուսամուտ բացեմ, ոտ խաղայլի, ես խի Ալեքսը սենց արել, սնա, այ կեզ Ալեքս, կեվը տվել տենց արել, սանով ես կեզ գցել էր բարեր իր էտ է վխիտ չգիտեմ, այ կեզ Ալեքս, երևի որ ես մեկը տենց հա, օ, նա էլա տենց արել, երեխայ այլի եսի, իրան որ ասում եմ լուսամուտ բացի փագի, այս օրն անգնեմ, բայց թե էլի գոհը որ անում է, ստեղ սենց ենքան լավը, որ զարդնել եմ ու կոպիտ ասած շատ անելիք չունեմ, իրեկոնը տեսնում եք լրիվ հատակը, տեղը տեղին մաքրել եմ, փայլացրել, ինչն եմ սիրում, սիրելի հետևորդներ, որ տուն ես մտնում, այս մասը սենց գլատկի է, այսա սիրա մասին կխոսանք, էտ երեկ եմ առել, են էլ կոմպոտներս, ստեղ չիր, մի խոսքով տնական աղջիկ եմ դարել, ստեմուրաբի ամաններն էի լվացել, ըտենց, այ հիմա դեմքով եմ ձեզ բարի լույս ասում, դեմքիցս չվախենակ ուռածա, նամանավանդ կոպերս, դրա համար երկ մտում էի դեմքով տեսանյութ անեմ թե չէ, բայց թե ես եմ ձեր Անահիտն եմ, այդ լույսների պատճառը շատ լավ գիտեմ, այն որ Քրիստինես մի ճիշտ բան էր ինձ ասում էր Անյուտ ջան, ամեն հիվանդության հիմքում ընկած է ներվերդ ամուր պահի, մեկա որ ջղայնան ասել, ինչ լնելու է, են էլ լնումա, այ սկսած Ալեքսի սովորելու պահից, ես էտա, տեսեք որ ես ես կոֆեները խմող չեմ, ընքաննա ընկերովի, են ոնց են ասում, տունա թող լինի, այ Քրիստին ջանական ջտկան չի, ես կոֆեի համար սենց սարքեր պետք, ուրա ինքը ոնց է ստեյց, այսը, ասմա ունես, ասում եմ չէ, ասում այ Քիրավասա բլոգերի տունա, ենքան էինք ծիծաղել,
մի սրան ուր տնեմ, սրան էլ երևակայի իր հետ տնեմ, այս օպա, ինչ, յանում ինչ, ու քանի դեռ սաղ սալամատ հա, սրան օպա, սենց անեմ, այնքան լավա, այսօր առավոտվա համար էթա տենամ Ալեքսն ինչ ուզի, բայց լոբի դե շատ ենք սիրում, լոբի ունեմ սարքած, այն որ գիտեմ ոչ մի բան չեմ անելու, Ալեքսի հետ կամ գնդակ կխաղանք, կամ էլ չգիտեմ ինչքան համոզվելուց հետո, կարող է ինչ-որ մի բան գրենք, ժողովուրդ երևի սաղի մոտ ա տենց, այլ եկել իրան ասում եմ արի դրենք, ասում դու չես հասկանում, որ ես արձակուրդ եմ, նես չի որ, ես իմ ընչեր եմ գրել տալիս, բայց թե էլի, ես էլ ուզում եմ ախեղ ասնել չմոռանա, չգիտեմ, ուրեմն այսօր հիշում եմ իմ համար լավ մարդ կա, կհիշեք, միշտ գովացել եմ, դրսում ապրողները սրա որակը շատ լավ գիտեն, մի կաթիլը, մի 10 հատ աման հետ պես կլվա, որ խիղճս կորցնեմ 15-ն էլ կլվա, այ այդքան խիտ լավ որակի ա, հա, ու ինձ ինչն ա հետաքրքիր, սա պտտվող ա, մի հատ փակեմ, հա, ինչ լավ էր, շատ լավ ա, դրանից հետո միջոցառում ենք, ես իմ համար ուղարկել ա իմ հետևորդուհին, դե գիտեք ցույց եմ տվել, գեղանշանական ջտկան չի, ծանրոցի մեջ էր, դրանից հետո ես միշտ դե նկատել եք, ասել եմ, որ ֆերի եմ օգտագործել, միջոցառում գնացինք, հետ էխոյի կողմից, ընդեղ վերջը գիտեք, քաղցր, հագուստ, տնտեսական, սա տվեցին, նվիրեցին, չգիտեմ, լավն ա, վատն ա, ինչա ես անկեղծ ասած, չգիտեմ, չեմ էլ կարա պիտակ ապովեմ, ասեմ, կամ լավն ա, կամ էլ վատն ա, որ օգտագործեմ կերևա, ամեն դեպքում կազմակերպությունը իրան նվիրություն ա տվել, մեզ նվեր արել, պիտի որ շնորհակալ ենք, ոչ թե փնով ենք, ես տենց եմ մտածում, սիրելի հետևորդներ ջան, դրանից հետո, ուրեմն, ես այդտեղը դնեմ, հիշում եք, որ ես պարսկական հեղուկներ առա, արի ուտես լավներ, գինը մի քիչ ինձ սեն չփոթության մեջ գցեց, որովհետև դուք ասեցիք, որ Էժանա 1000 քանի դրամա, ես առել է 2.5-ով, այդ վաճառողի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ, ինքը շատ լավ աղջիկ ա, տարիների վեր ես իմ սարցախցիկ դնելու լոբին, այն լայնը երկար, իրանից եմ առնեմ, գիտեմ ինչ ապրանք ունի, վերջ էլի սելիտրանքի չա կամ ընդհանրապես չկա, քաղաքը փոքր ա, միշտ ասում եմ, սենց մեծ Երևանում չեմ ապրում, որ գնամ շուկա, որը աչքումս գա, դա էլ առնեմ, հետո ես ավելի շատ տնականի կողմնակից եմ, չհաշված են դեպքերը, երբ որ Ալեքսն իր այն սև ու խոշոր աչոներով ինձ նայում ասում մամա ջան, կյանքս սուշի եմ ուզում, դա արդեն տնականի հետ հեչ չի բռնում, բայց թե էտա, ես կասեմ այսօր են դարաշրջանում ենք, բոլորն էլ դրանցից օգտվում են բացառությամբ իմ տիպի մարդիկ, ովքեր սուշի իսկի չեմ ուզի մատով կպնեմ։ Ինչևից է, այս անգամ այդ աղջիկը, որ բերեց լոբին, 10 կիլո ավել են իրանից վերցրի, էլի եմ պատվիրել էլի աբերելու,
Ասում եմ, Ազիզ ջան, մի բան հարցնեմ, հանկարծակի չնեղվես։ Ասում եմ, ես կարողա շատ եմ թանգարել, ինքը գիտի իմ պարզուշի դակ բնավորությունը։ Ասում եմ, ես էլ որ ծախեմ, ես էլ պետք է մեջը փող մտնեմ, պարզավոր ոնց վերցնեմ, նենց էլ չպետք է ծախեմ։ Ուղղակի ինձ ասում են, դու շատ ես թանգարել, կարաս առնես 1400-ով։ Ինքը ու ես հավատում եմ իրան, տեսեք կոֆես ոնց եկավ սիրուն, ու ես հավատում եմ իրան, սիրտս տվեց էլի մի հատ սենց ֆոտո ունենամ, գիտեք, ֆոտոն արեցի, չեր արեցի, բանա, ասենք ընքան պարզ ու ջերմ հարաբերությունների մեջ ենք, որ ասում է, Այանն ասում է, մի 500-600 դրամ եմ մեջը մտնեմ, են էլ բա որտեղից որտեղ բերում է մարդը։ Ու հմի ես չգիտեմ, միգուցե հա կա այդ սայտերին ես որ ճիշտն ասեմ չեմ վստահում էլի, մինչև աչքը չտենա, մինչև ու տենց որ խոսացինք տեսից տնից, այստեղ սրպիչը տենում եք, ինչքան ապետք էլի շավորդ։ Աչքս ճամփի այսօր Գերմանիայից էլ պետք է հյուր ունենամ, բայց երեկ կապը կտրվեց, մոռացա, իրիկունը ուշ էր, իրա ֆեյսբուքյան էջն էլ չպահպանեցի, մի խոսքով ըլներ ու բանը կլինի, չգներ ուրեմն հաջորդ անգամ կլինի, խոսքից խոսք թռամ, այդ հեղուկների մասին էր խոսքը, ասում անգամ ես համանի պաստա ունեմ, որը որ շատ լավն է, տոասի դեպեր, վերցրել եմ սա, ուй, մամա ջան, 1-3 կիլոնի ծանր այս վերունեմ, չէ, կարևորը լիմանով է, ես չգիտեմ ես ինչա, ասել է, որ լավ է ջլնի հետ եմ տալու, ասել է, պրոբլեմ չունես, նայք, հեսա պետք է բացեմ ու էլի պետք է ձեղ լվան, հա, չէ, այս ընդ պակա, այսա դուրս եկավ մի այլ կարդի, այսա դուր եկավ, այս կպահենք, ես էլ որ սեղանից վեր եմ ունում, սեղանս վլատկի սիրուն, ավարն եմ, ասում եմ քննադատող մարդիկ, հմի պտի խոսքի ես թողայի, գնայի բաղնիքım ձեր լվայի, այ մարդ, հանգիստ չունչ քաշեք էլի, մեկնայի, թե Անահիտը ձերը ուր լված աղբոր պես, սա իմ մոշի մուրաբան, պետք է ասեք ուրախության, գիտեմ ես էլ կասեմ ապրել, եթե ես սենց եմ պատրաստում, ուրեմն ճամփատի գնամ, մտածում եմ կարող է ճամփա գնա, մեկը ոնց էլ նինի կասկը տանի են, մեկն է մերանց, մեկ էլ սենց մի այսքան ավելացել է, ես էլ դուս կգամ կամած մածուն կառնեմ, շատ համով է, աղ, բայց կոֆեն ինչքան համով է, հմի համ կոֆե խմենք, գիտեմ իմ հետ սրճողները շատ են, այնքան հաճելի է իմ համար, ապրեք դուք, այս ինչա լավ եմ զգում, ու քանի սուրճից խոսացինք, նրվերս գնում ավար ունդեղ տենց է, բայց թե կամպոտը սոր մնալու է տենց, ուրեմ ներեք, գրառումներ եմ ստանում, երևի մի 10 հատ, նույն մարդուց, Անահիտ ջան, վաղը գալու եմ Ստեփանավան, ուզում եմ քեզ տենամ, դե ես էլ չգիտեմ ով է, անկեղծ եմ ասում, մարդ է, ով ուզում է ինձ տենա, դա արդեն իսկ պատիվ է իմ համար, միգուցե մյուսի համար ծիծաղելի թվա, իմ համար հաճելի է շատ, որովհետև ես եթե օնլայն հարթակում եմ, պիտի շփվեմ էլ,
Եթե չէ, ուրեմն ես ինչ գործ ունեի օնլայն հարթակը։ Համենայն դեպս ես տենց եմ մտածում։ Ու ոնց գտնեմ քեզ, կիսուրս էլ ա քեզ նայամ, տեքրս ընտանիքը սենց Լիլիթն ա ինձ ասում, գրառումների բաժնում մի խոսքով, ես էլ սովորականի պես սիրելի հետևորդներ, բոլորիդ էլ եմ ասում, Լիլիթին էլ եմ ասել, եթե ուզում եք իմ հետ կապնվեք, շփում կլինի, Ալեքսն էլ զարթներ, որևիցե մի հարց կլինի, մեսենջերից գրեք Անահիտ Դավոյան, հեշտ ու հանգիստ, նույնը Instagram-ում կարաք փնտրեք Անահիտ Դավոյան կամ Անահիտ Cooking Channel, թեպետ Instagram-իս այդ էջը գցածա Facebook-ին, ես մի քիչ որ ազատվեմ, ուզում եմ առանձին էջ բացեմ, լրիվ ուրիշ նպատակներով, մի խոսքով Այն ժամանակ արդեն ավելի պարզ ու հասանելի կլինի։ Ասելիքս ինչ է, սիրելի հետևորդներ, ես սիրում եմ ձեր այդ տեսակը, երբ որ ասма խոսքի բագնաս Վրաստան մի հատ խինկալի չուտես, բագնաս Դիլիջան ու մի հատ լավ ջուր չխմես, օրինակը չէ, եկա սենց բան, ու տաղջիկն էլ ասում է Բագամ Ստեփանավան ու քեզ չտեսնեմ ձեզ, ոչ թե ինձ էլի, ես ուրախացա շատ Facebook-ով զանգեց ու այդ ընթացքում ստացվեց նենց որ ասի ես քեզ էսա զանգեմ ու հետո տեսնում եմ որ քանի որ ինքը իմ դրուզյաների մեջ չկար չի պահպանվել հեռախոսի հետ ինչ-որ մի բան են չեղավ ու հիմա չգիտեմ կգա, չի գա, բայց կարևորը գիտի ոնց ինձ զանգի, հուսամ, հենց կխոսանք, կշփվենք, հաջորդ անգամ գոնե կգա Քան լավ աղջիկ էր, եմ որ զանգից երևում ա պարզ, անմիջական, նորմալ մարդ էր իրա համար Եղանակից նենց եմ ճնշվում ասմա կուզենք գայինք ձեր բիսեդկում մի բաժակ կոֆե խմենք, համեցեք, ովքեր ուզում են, քանի եղանակը թույլ ա տալիս, եղանակային պայմանները թույլ ա տալիս, համեցեք, ընչի չէ, այս կյանքում շփումից ու ապրածդ օրից լավ բան չկա, մնայուն բան չկա, մյուսները ոնց կգան, կգնան, կստեղծվեն, Աստված չանի կկորեն, իսկ դրանք արդեն մնայուն բաներ են, չգիտեմ, երեկվա դեղցը լնմա չէ, որ արկխով վերցնում ես, ասում եմ, քանի կիլոյա, ասում եմ 22, 22-ը սենց ենքան շատ է ինձ թվում, վայ, ասի ես ես քան ինչ անեմ, 22 կիլոն ինչսա, հետո մտածում եմ, գինը շատ հարմար էր, 250 դրամով է վերցրել այդ ընտիր դեղցերը, սիրելի հետևորդներ, թաքցնելու բան չի, թարմ, ընտիր, հատ ընտիր, մի հատ պթած, մի հատ ծակված, մի հատ չգիտես ինչ դեղց չկար ու սենց հարևանս էլ կակրած այդ պահին մեր տանն էր ասում եմ քեզ դեղց չի պետք, ասում չէ, նոր եմ առե ասում եմ, բայց այդ քանն ինչ անեմ ասում դու պարապ մնացող չես կբզբզաս մի բան կանես մեկ էլ ասում դե արի գնանք օգնենք բերեմ ասում եմ չէ ես կգնամ տոպրակներով կբերեմ այնա վրեժ ջղայնացավ թե ոտերը ցավը մավերջը եկանք մեկ էլ իրա տան մոտ ասում դեցած դի ասում եմ խի ասում բա դու մի բան ասես քեզ չլսեմ մի քիչ էլ էտ ինքը վերցրեց ու բերեցի, որ կամպոտ անեմ, մտածում էի մի 8, մաքսիմում 10 բան կա,
Հետո տեսա, որ լավն է, ասեցի չէ, քանի է նա անում եմ մի ձեռի։ Ալեքս ջան, դուռը փակել ես, ապեր։ Ապրես։ Ապրես։ Մի խոսքով, կարող է գնաս մի քիչ տրինաժոր անել։ Հետո երբ է լավն։ Այդ երբ է, հետո։ Ու հետո ստացվեց, նենց որ այդտեղցից մնաց 4 հատիկ համտեսի, ինչ որ բան ես ուզում Ալեքս, պաղպաղակ չունենք, եթե պաղպաղակի ես եկել, չեմ էլ առնելու, չբացես, չկա։ Այն օրը մի մեծ տոպրակ, չէ, այն օրը մի մեծ տոպրակ պաղպաղակ եմ բերել, ես իրան ասել եմ, որ օրը կարաս վերցնես մի հատ ու ինքը վերցրեց 2-ը, 2-ն էլի ոչինչ, մեկ էլ տենամ 2-ը դարավ 4 ու հիմի ես չեմ առնելու, մինչև դու սովորես, որ օրը մի հատ կամ գոնե 2 հատ այդ այս բաներ Սիրելի հետևորդներ ջան, այսօր կարող է հյուր ունենանք, գիտես? Ինչի համար։ Ուզում են գան քեզ տենան, ինձ տենան, մեր հետ շփվեն։ Հիմա կոֆես խմեցի։ Ցած դիլա այդ պորտմանը։ Պորտմանը չէ։ Չէ։ Մազերը տելի ուղիղ ես, չէ, սանրել։ Թեք սանրի էլի Ալեքս ջան, թեքը սիրուն է։ Կողքի սանրեց։ Հա? Դե այնը մի չկտրեց մազերս։ Արենը շատ ճիշտ է կտրե։ Թեկա կտրել։ Բա, այ այդպիսի բաներ, սիրելի հետևորդներ ջան, այս խնձորը ինձ աչքով անում։ Ասենց սալոր կուզեի մի 5 կիլո, էդ եմ հմի մտքիz մեջ մտմտում, քանի որ եթե չրի ապարատը միացնեմ, կուզենամ բոլոր տարակները աշխատի, որ էներգիան անիմաստ տեղ է չօգտագործեմ էլի։ Հմի տեսնենք ոնց է ալնում, ինչ եմ անում։ Այսօր այս հովորի հետ համ հարթուկ ունեմ մի աշխարհ, շատ հարթուկ ունեմ, շատ։ Համ էլ արի մի կտոր խնձոր տամ։ Ջանուշ հոտականը խնձորից։ Դիր։ Գրեք տեսնեմ ովքեր են իմ նման խնձորի սիրահար։ Ինչ ես անում։ Չայ դնեմ։ Հա։ Չայ մեղր կարակ, հա, սուխարի։ Չայ մեղր չեմ ուզում։ Մեղր չուզեցի։ Չեմ սիրում մեղր կարակ։ Հա, կարակ ուզենամ։ Այ ես պեչենի վրա կարակ կսենք, Ալեքս։ Հա։ Այս սրանց վրա։ Ու չայը։ Գնացինք։ Շարունակում եմ իմ օրը ձեր հետ միասին, իմ դավոբարի հետևորդներ ջան։ Ու տան տնտեսուհու կյանքը միշտ նա շատ գործը, նայած որ օրը ինչ ես պլանավորում, ինչ ես անում։ Հիմի ես այս տեղծի չիրն եմ ուզում անեմ, դրան զուգահեռ սառնանում ձմերուկ ունեմ։
կարելի է մի քիչ էլ ձմերուկից անել, մի քիչ եմիշ, որ ապարատի դարակները համ լցվի, համ էլ տեսականին լավն եղնի, ես շատ գիտեմ։ Անենք էլի, այդտի մնա։ Քան հավեսա, իմ համար թերապիայի մի միջոց է, սենց գործեր անել եմ, որ ուշ կտալիս ես գործերիդ, ու ուրիշ ոչ մի տեղ չես գնում մտքերով։ Այսենց, սիրելի հետևորդներ ջան, այսենց հավեսավ։ Երևի մի հանդեպ եռացնեմ, ու հերիքա, երորդը չեմ անի։ Դա արդեն տեղցի ծնդությունից, որակից, տենց բաներից է կախված։ Սիրուն, ասես։ Հացրինք, հոյպի, տակ, հիմա, ինչ ունենք սարնարանում, անձրևակալի, Իսմայի Ալեքսի հետ կնդակ է խաղանք, մի քիչ։ Ձմերուկ ունեմ, ու ուզում եմ հասկանամ, ջրի տակ կգնա, կեղևը, թե ոչ։ Այդտեղ ասում հասկացեցնեմ, միջև տեղավորեմ։ Ալեքս ջան, արի մի հատ տեստար պատվալի մոտ դիր, հա աղբեր։ Ներվերս խաղթվում է, որ սենց դրածալն է։ Այս փոքր է, տեղ չի անի, ուրախացա ասի կարող է այդ մինոբեն մեջը լեցնել։ Անել ուզի։ Բարակա։ Կեղելը։ Բարակ է։ Բարակա, ինչ անա։ Ուրան գեմ իշտի դնամ կբերեմ։ Տարետ մանքեմ։ Դրեմ հասկանամ, ինչ ասում։ Մի քիչ կարմիր թողանք։ Այնուհետև կգնի շատ բարակ չի տարիներ առաջ Շատ այս փակ էր։ հա ոչինչ գիտեմ որ փակ էր իմ Facebook-յան
Facebook-յան ինչ։ Խոհանոցային էջում սարքել եմ, ենքան էի սարքը, հավեսով, հավեսը ստեղը, ամեն չիր, կիվի իջրից է տուն եմ սարքած։ Օրինակ, ռիմատատս հենց ընդհանուր էր անում, իսկ ես սիրուն կտրտում էի։ Մի խոսքով կարևորը եղավ, չրացա, շատ լավ է։ Տիրիկ, սիրում եմ ասել։ Արի քեզ անկորից ծմերուկ տամ, սենց բան դուսել է։ Հա, մարդը անկորից ծմերուկ ասիրը։ Ասել միջուկի մասն էր։ Կորիսը հանի։ Հա, ոլոկա հանի։ Ես ինչա։ Այդ թողը, չէ, այդ չիր եմ անելու, Ալեքս ջան, դա քեզ պետք չէ։ Սպասի, ստեյցել դա։ Այս ինչ կոֆե։ Այդ քու կոֆեն է, որ երբ որ ինձ լսես, էպվի։ Դե գնա, հերիքա, թայլտա։ Մի հատ էլ տամ։ Պատորան կաղոտենը տար։ Ես կեզ խոսնամ եմ էր չեմ թղայնացմի։ Հա, խոսնամ եմ, կծակ պս հետ կտաս։ Հա։ Գրավորտեմ, գրի։ Հա, հետո։ Եվ, հա։ Հետո։ Հա, դե գնա։ Կտաս իմ կրչակ։ Կրչակ ուտա։ Հա։ Հա։ Կտաս, որ դրա մեջ կոպեկ տատիս, դրա մեջ կոպեկ ունեմ։ Որ հետո գնամ պուպեկ, ինձ մարսուխարի կարնեմ։ Ոնց ասես։ Սենց։ Սկոմ իմ նեկարը անկորիզել է։ Եթե չեմ մստում եմ կորիզները հանում, հետո տալիս իրան։ Բա ինչ անեմ, եթե չի սիրեմ, ինչ կարամ անեմ, ասեք։ Ասմա ես չեմ հանի, չեմ էլ ուտի։ Ասմա մամասը զգում եմ։ Կամ հետաքրքիր է։ Խի չգիտեմ, պատճառը։ Ալեքս, լավը չէր։ Դե եթե լավը չէր։ Լավը չի։ Լավը չի։ Ոնց իմացար։ Լավը չի։ Թքեցի, որ տորս եկով։ Հաստատ լավը չի։ Սարն ամանց, որ դու եվի սարն ես դրեր։ Ամես կեզ, այս լավն է։ Դու էլ ուրիշ, վայ։ Պապարակա։ Ստեղ կուտա։ Արշը լավը չեր, չգիտեմ խի։ Սենց էլ այն լավը վատանելով։ Դա ասա կուծարի դանատվես կատել ինչ ես ընգել ուրիշ բաների հետ տեղից խնդրեմ ոնց են ասում սղոցելով գնում
Հա, Ալեքսան։ Search. It's come by. Գործերով։ Սիրելիներս ողջույն, ինչպես եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմ տրամադրությունը շատ բարձր, ինչը որ էկրանից ես կողմ ուզում եմ փոխանցեմ ձեզ, աշխարհով մեկ սփռված իմ լավ ժողովուրդ, էլ մենակ չեմ ասում հայ ժողովուրդ, որովհետև նախորդ անգամ ուղում եմ ստացել, ասма չէ, որ քեզ նայեմ, ենք նաև ռուսներս շնորհակալ եմ բոլոր այն լավ մարդկանց, ովքեր որ նայում են, լայքում են, հետևում են, մի սիրուն բան գրում են, ապրեք, պաչիկներս ձեզ, ինչ ենք անում, երևի թե կռահեցիք ինչ ենք անում, զմերուկի չիր եմ պատրաստելու, սիրելի հետևորդներ, քանի որ չլիոր եմ հայտարարել, բաժակուկես պեսոկ եմ դցրել, մի 70 միլի էլ ջուր, մի քիչ մտածելով էլի այսքանը հետ քաշեցի, այն մյուս տեղում էր, դրցի չիր եղանում, այդ օշարակն է, ինձ ինչ ա պետք, լիմոնի աղ, մի անգամից անեմ, որ հետո հեշտ լինի։ Ես էլ կամացացնեմ, չենք շտապում, ես էլ այսպես, տախտակ մոտեցնեմ, մի քանի րոպեով կտրվենք առօրյայի թող ու բողից, ուրեմն ինչու որոշեցի պատրաստեմ, անկեղծ ասած հեչ միտք չունեի, դեղց էի գնել ու որակն էլ շատ լավն էր, սիրելի հետևորդներ ջան, դե լավն էր, քանակով էլ շատ էր, ինչ անեմ, ինչ չանեմ, պախլավոր ձմերուկի չիր կանեմ, չէ, սրանք լվացած էին, այս երկուսը, տեսեք, ձմերուկը կտրել եմ նենց, որ կարմիրն էլ լինի ու հոպա, հիմա կեղևն եմ հանում, այսենց, արագ, սիրուն, սոդայի մեջ չեմ դնում, ոչ մի բանի մեջ չեմ դնում, գիր, միր, ոչինչ չեմ օգտագործելու, հետև չեմ ուզում, սենց էլ է, շատ լավ ստացվում, այսենց, ես էլ մաքրեմ, օշարակն էլ այդ ընթացքում կերա, վերջ, սա մի կողք ենք դնում, սրան ենք մի հատ ջրով ցողեմ, անցնենք գործի, վայ, այս մյուսը, տեսակ, դուք հուշեցիք, ես լսեցի, այդ մյուսն էլ կտրեցի, շատ ավելի ճիշտ կլներ, որ այն հաստ կեղևով ձմերուկներ են, էլ սիրելի հետևորդներ ջան, ճիշտ կլներ, որ դա ալներ, բայց ոչ մի բան չի խանգարում, սրանից էլ կլինի, ուղղակի տեսքը մի քիչ ուրիշ կլինի, այդ էլ ոչ մի խնդիր, օշարակն է սա կհալվի,
Սրանց սենց տեղափոխեմ։ Սկսեմ կտրտել։ Սա այն բանն է, որ հատուկ սենց հստակ կտրտելու ձև ու չափ չունի, հա։ Սենց կանենք։ Սենց կանենք, քանի որ ինքը պիտի դեռ հասցնի չորանը։ Կարող եք այս հենց երկար անել, այսպես էլ եփել, շատ հետաքրքիր ու ուրիշ տեսք ա ունենում ու իրան հյուսել։ Այս կարմիրներն էլ օգնում են, որ շատ տեսքը տեղը լինի, բայց ես ուզում եմ այ հենց սենց։ Այս տարբերակն եմ նախընտրում, անկեղծ ասած։ Հարմար, հավեսով տարբերակ։ Կտրտենք։ Որ սեղան դնելուց ակնահաճո լինի, էլի։ Ես այս տարբերակն եմ նախընտրում, թե դուք որը ճաշակ ընկեր չկա։ Կարող եք սենց երկար անել, լավ, երկուսը տենց կանեմ, այսա վարդեր հավաքել, էդ էլ է հավես տարբերակ, եկեք այս մեկը տենց անենք, այս սենց մեջ տեղից կկիսեմ, սենց ու կթողեմ։ Հիմա գնանք գազօջախի մոտ։ Իմ լավը բարի հետևորդներ ջան, այնտեղ տեղցի չիրեր եմ անում։ Այստեղ էլ մեր ձմերուկն է, ոնց տեսնում եք, ձեռքերս լվամ, ճիշտ նույնի, ինձ հարմար։ Տեսակ ինքը հալվեց, երբում է։ Թողելու ենք եփվի, տեսեք մարմանդ է եփվում, եթե արագ անեմ, ինքը ավելի շուտ կլինի, որ օշարակը մի փոքր թանձրանա, բայց ոնց են ասում, այս սա այն չիրն է, որ իրան պիտի օգնենք համու հոտ ունենա, մեկ, երկու, այդքանը հերիքա, մեխակ ավելացրեցի, և դրան զուգահեռ, ինչ եմ ավելացնում, այո, մի քիչ բանիկ, այսպես, սպասենք խտանալու,
Հիմա կիտրոնի աղ սիրելի հետևորդներ ջան, ինչից հետո այս փրփրելը նորմալ է, այսպես որից հետո ծմերուկները կավելացնեմ։ Ինքը որ եփվի, հյութ հատալը, առաջի հայացքից կթվա, որ քիչ ավշարակը, բայց ոչ։ Չկա նման բան։ Այսպես մի հատ խառնենք, առանց վախենալու։ Ու թողենք, որ եփվի։ Այսպես։ Ինքը գնամ մի վարկյան բանա վերցնեմ, դրա համար տենց անտարբեր եղավ։ Հա, ֆոտոսեսիան ենք, երեխեքին չեմ նկարի, սիրելի հետևորդներ, այ են սիրուն ջիպը կանգնեց, մեքենայում հյուրեր ունեմ, եկել էին հատուկ մեզ տեսնելու։ Բա, հավեսով, փաթաթվելով, դեմքով ցույց տամ, չեք ուզի, չէ։ Մի խոսքով ապրեք, զգացված եմ։ Ձեզ նորանոր հաջողություններ, ձեզ առողջություն, Ալեքսիս էլ, ուսման մեջ լիքը գիտելիքներ, բարգավաճում, ձեր գործերին հաջողություններ, աստղա ձեզ ենքան առողջություն տայնքում, բարի եք, ժողովը, շնորհակալ եմ շատ եմ, որ ինքան սպասել էր, ամենովա դրական լիցքերով, այ վայ Գայանե ջան, անձրևն եկավ, գնանք, հաջող, հաճելի էր շատ, սիրելի Անահիտ ջան, որ մյուս անգամ գաք, արդեն ասասներս կհիշ։ եղավ լավ մնացեք, ապրեք, դուք էլ Գայանե ջան, այ բա չկանեմ ասջով, սիրուն աղջիկ, սիրուն, հոմո, հաջող, լավ մնացեք, սիրուն, գեղեցկուհիներ, դու էլ ամուսնոտ երորդ աղջիկն ես, դե գնացեք, դտվեցինք, լավ մնացեք, շատ գոհ եմ, հաջող ձեզ, ապրեք, շատ, հաջող ձեզ, այ վայ, օպա, սիրում, հետևորդներ ջան, ոնքան հետաքրքիր պահեր, Ալեքս ջան, եղապ ինչ է լավ Ալեքսս, բակա, մեկ փագի, տենց թողեք, նորմալ է, նորմալ, թող, Գայանե ջան, վայ, այ քեզ էմոցիաներ, այ քեզ բան, Ալեքս ջան, տատեն ինչ տվեց, տատե ինչ էր ասում, ինչ տվեց, Իքրա տվեց, հա, հա, այս ելի հետևորդներ, ուրեմն նստած ենք, ստեղ Ալեքսի հետ բանման ենք, գրում ապրի իմ Ալեքսը, լավ գրեցի, չէ, հա,
էլի էսա շարունակենք մեռնեմ քեզ։ Համար չմանաս մեկ էր Հա, դուրը այն լույսն անջատի։ Մեկ է նայեմ հենա, ավտոն դեռ կանգնած։ Այսօր դե Լիլիթներ, չէ գալու։ Մտածում եմ Լիլիթն է, սենց բազվելով բան եկան, չէ, այդ Լիլիթը չէ, մեր Լիլիթը չէ, ուրիշ Լիլիթ էր գալու։ Մեկ է նայեմ մամա աղջիկների հետ, մտածում եմ դե մեր Լիլիթն է, երեք որ խոսացի, խոսքս կիսատ մնաց, էջը կորցրի, մի խոսքով դառավ մի մեծ պատմություն։ Եկել է փաթաթվել, պաչիկ, մանչիկ, սենց բաներ, մեկ էլ ասում եմ, որտեղից ես, ու ասում է, դե Գայանեն եմ, քու բաժանորդ, ունեմ ես իր այդ շփվում եմ, էլի։ Շոկի մեջ եմ ընկել, ասում եմ, վայ, բա ես մտածում եմ Լիլիթն ես, այտենց, ահագին շփվեցինք, մի քանի պահը բռնցրել եմ, շարունակենք գրել, արի բոքոնես։